Տիկին նախարար, խնդրեմ ներկայացրեք բյուջեի կատարողական խնդրեմ։ Շնորհակալություն, հարգարժան պարոն Քոչարյան, հարգարժան Տիկին Վարդանյան, հարգելի գործընկերներ, ներկայացնելով եւ նաեւ շարունակելով գործընկերոջս պարոն Հովհաննիսյանին, ուզում եմ նշել, որ ներքին գործերի նախարարության 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ընդհանուր առմամբ բյուջեի ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 100.96 միլիարդ դրամ, որը բյուջեով հաստատված ցուցանիշից 9.83 միլիարդ դրամով ավելին է, եւ պիտի փաստեմ, որ գերակշիռ մասը նախարարության բյուջեի 2024 թվականի կտրվածքով հատկացված է եղել ընթացիկ ծախսերին, փոքր հատվածը 4.39 միլիարդ դրամը հատկացված է եղել կապիտալ ծախսերին։ Ընդհանուր ծախսը կազմել է 98.9 միլիարդ դրամ, կատարողականը շուրջ 97.2%, բայց դեռևս կատարողականի նաև փաստացի կատարման տրամաբանության մեջ կանրադառնամ։ Ես նշեմ, որ ծախսերի կառուցվածքում ընթացիկ ծախսերի մասնաբաժինը կազմել է 96.57 միլիարդ դրամ, ամբողջի 95.6%-ն է ստացվում, ոչ ֆինանսական ակտիվների գծով կապիտալ ծախսերի մասնաբաժինը կազմել է 4.39 միլիարդ դրամ, ինչպես նշեցի, այսինքն ամբողջի 4.3%-ը։ Ընթացիկ ծախսերի 73.9%-ը կամ որ նույնը 70.44 միլիարդ դրամը աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված միջոցներն են որպես այդպիսին։ Այս հատկացումներում ընդհանուր առմամբ սոցիալական բնույթ ունեցող եւ գնում չհանդիսացող ծախսերը կազմել են 80.42 միլիարդ դրամ, ամբողջի 79.7%-ը, իսկ գնումների ընթացակարգով նախատեսված հատկացումները եղել են 20.53 միլիարդ դրամ, կամ որ նույնն է ամբողջի 20.3%-ը։ Ցուցանիշներին եւ նաեւ ծրագրերի եւ հիմնական քաղաքականություններին պարոն Հովհաննիսյանն անդրադարձավ, դրա համար չեմ անդրադառնա այս թվերին, բայց կուզենայի հատկապես նշել, որ թեև վկայակոչեցի, որ ունենք բավական բարձր տոկոսային կատարողական 97.2%-ի չափով, հաշվի առնելով նաեւ վերջում արդեն տարեվերջին էլեկտրոմոբիլների ձեռքբերման հանգամանքը, այստեղ էլ ավելի մեծ տոկոսային կատարողական ունենք, փաստացի ստացվում է, որ 2024 թվականի պլանավորվածի մասով շուրջ 98.5%-ի կատարողական ունենք այս տեսանկյունից, եւ հարգելի գործընկերներ, քանի որ ես նաեւ հասցրել եմ հարակից զեկուցող հանդես գալ կառավարության ծրագրի կատարողականի զեկույցի շրջանակներում, շատ հակիրճ կանդրադառնամ ներքին գործերի նախարարության բյուջեի կատարողականի շրջանակներում ձեռնարկված քայլերին։ Ես պիտի փաստեմ, որ 2024 թվականին, սա նաև նորից եմ նշել, ամբողջովին ավարտել ենք ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները, անձնակազմը տեղում է, անձնակազմի նշանակումները եղել են շատ սահուն, պահպանելով այն բոլոր օրենսդրական կանոնները, որոնք ազգային ժողովը ընդունել է ներքին գործերի նախարարության ձևավորման տեսանկյունից։ Բայց եւ թափանցիկ մրցութային պրոցես ենք ունեցել եւ մեր այն աշխատակիցները, որոնք որ բավարարել են օրենսդրական կանոններին, պահպանել են մի շարք սոցիալական երաշխիքներ արդեն անցնելով աշխատանքի ներքին գործերի նախարարությունում։ Նախարարության մասին խոսելիս առաջնայինը եւ առանցքայինը թերևս այն է, որ ձևավորվել է նաեւ 2024 թվականի ավարտին ներքին գործերի նախարարության մեկ միասնական կրթահամալիրը, որը կարևոր նշանակություն ունի ռեֆորմները ճիշտ ուղղությամբ եւ ճիշտ վեկտորով առաջ տանելու տրամաբանության մեջ, եւ կրթահամալիրի ձևավորումը շատ ինտենսիվորեն է իրականացվել, եղել է իմ անմիջական հսկողության ներքո, եւ այս տարվա կտրվածքով անդրադարձ են կատարում արդեն կրթական բոլոր բաղադրիչներին, բոլոր մոդուլներին, բոլոր լրացուցիչ կրթական ծրագրերին, որոնք որ պիտի ընդհանուր առմամբ սպասարկեն այն ռազմավարական մոտեցումը, որը նախարարությունը եւ կառավարությունը որդեգրել է ներքին գործերի նախարարության կադրային անձնակազմի ձևավորման եւ նաեւ շարունակական կրթության տեսանկյունից։ Ասեմ, որ կրթահամալիրը ձևավորվել է բավական օպտիմալ կառուցվածքով, օպտիմալ կառուցվածքը ենթադրել է ոչ թե պատահականության սկզբունքով կրճատումներ, այլ բովանդակությունից է դուրս բերվել կառուցվածքը եւ նաեւ այն հաստիկային միավորները, որոնք այս պայդրությամբ կան ներքին գործերի նախարարության կրթահամալիրի կառուցվածքում եւ նաեւ հաստիկային շրջանակներում։ Գործընկերներ, բայց պիտի փաստեմ, որ կրթության որակի փոփոխությունը ենթադրում է կոնկրետ ներդրում նաեւ հենց կրթության ոլորտում, եւ սա է պատճառը նաեւ, որ մենք փոխել ենք նաեւ պայմանագրային հիմունքներով ներգրավող դասախոսական անձնակազմին տրվող վարձատրության չափերը, որը բավական մրցունակ է արդեն իսկ դարձել ընդհանուր հանրապետության մակարդակով, եւ սա թույլ կտա նոր շունչ, նոր միտք բերել նաեւ կրթահամալիր եւ լրացուցիչ այսպիսի միջոցներով նաեւ խթանել բովանդակության փոփոխմանը կրթության կազմակերպման շրջանակներում։
Անդրադառնալով ոստիկանությանը պիտի նշեմ, որ 2024 թվականին եւս ավարտվել են ընդհանուր կառուցվածքի գծագրմանը վերաբերող աշխատանքները, ձեզ հետ շատ ինտենսիվ քննարկման արդյունքներով ոստիկանության վերջին հենասյունային ուղղությանը վերաբերող օրենսդրական փաթեթը եւս ընդունվել է, որը վերաբերում է ոստիկանության գվարդիային, եւ ընթացիկ տարում արդեն իսկ ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի գվարդիայի թե կառուցվածքը ամբողջովին կարողանանք ավարտել եւ թե նաեւ այն հսկայածավալ գնումները, որոնք որ կան վերաբերող ոստիկանության գվարդիային եւ նախատեսված են 2025 թվականի պետական բյուջեի շրջանակներում։ Ասեմ, որ շարունակել ենք իրականացնել նաև ատեստավորման գործընթացը, որը չափազանց կարևոր է նախարարության տեսանկյունից, այն մասով, որ նախ սա որակական առումով մեր ունեցած, այսպես ասեմ, կադրային անձնակազմի ստուգման գործիք է, եւ երկրորդ հերթին սա նաև լրացուցիչ երաշխիք է, որպեսզի մեր աշխատակիցները կարողանան ավելի բարձր եւ արժանապատիվ վարձատրություն ստանալ ոստիկանության աշխատանքի տեսանկյունից։ Ըստ այդմ շարունակել ենք նաև աշխատանքներ տանել անձնակազմի համալրման եւ հատկապես կանանց ներկայացվածության թիվը բարձրացնելու ուղղությամբ, որովհետեւ կարծում եմ լրացուցիչ ինչ որ փաստարկների տեղիք տվող գործընթաց չէ սա եւ ըստ էության մենք պարբերաբար հայտարարում ենք նոր ընդունելություններ, որոնց շրջանակներում քվոտա կոնկրետ ունենք հատկացված նաև կին ծառայողների համար։ Այս պահին արդեն իսկ ունենք մեկ նպատակային ընդունելություն, որն ընթացքում է եւ ունենք անձնակազմ, որն արդեն իսկ ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ուսումնառություն է անցնում։ Գործընկերներ, չնայած որ իմ նշած բոլոր փոփոխությունները եւ նաեւ այն փոփոխությունները, որոնք որ ես հաշվի առնելով բյուջեի կատարողականի ձևաչափը չեմ վկայակոչում այս պահին, որովհետեւ բազմիցս հասցրել ենք միասին քննարկել, պիտի նշեմ, որ հերանեկարային են, այսինքն կարճաժամկետում այն արդյունքը տվող չեն, ինչ որ մենք ակնկալում ենք, բայց պիտի փաստեմ, որ սրա կողքին կարճաժամկետում մենք ունենք մի շարք վիճակագրական տվյալներ, որոնք փաստահեն են եւ մեզ կարող են նաեւ ցույց տալ եւ վերահաստատել, որ այն ուղղությունը, որ որդեգրել է կառավարությունը ներքին գործերի բնագավառի բարեփոխումների տեսանկյունից, ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում։ Մենք ընթացիկ տարում անընդհատ խոսել ենք նաև հանցավորության աճի, հանցավորության տարբեր դրսևորումների, տենդենսների եւ մնացյալի մասով, բայց նշել եմ եւ նորից եմ շեշտադրում, կատարված աշխատանքի արդյունքում 2024 թվականի կտրվածքով գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1.1%-ով։